Սահմանում հարաբերական անդոր է, չնայած տարածված զինադադարի լուրերին դեռևս որևէ հստակ պայմանավորվածություն կողմերի միջև չկա։ Հարաբերական բառը արդեն ասում է, որ դա հարաբերական է, դա ոչ ոք չի կարող ասել, որ զինադադար է, առանց պայմանավորվելու զինադադար է, թե դրա հետևանքները ինչպիսին կլինեն չենք կարող ասել, բայց որ երեկվանից կա այդ զինադադարը, ինչ որ չափով ավելի մեղմացել է, դա բոլորը գիտեն դրա մասին, բայց թե ինչ կլինի դրանից հետո ոչ ոք չի կարող կանխատեսել։ Սահմանին կանգնած զինվորի կողքին կանգնող բնակիչների պատրաստակամության մասին խոսելն անգամ ավելորդ է։ Հեսա մի քանի օրից մկրկնում եք տղերանցը փոխանակիկ, հետուկյակ, որպեսզի տանկիստ պատրաստեմ հայոց հողի համար պայքարել։ Երկրապահ կամավորական միության անդամ Սամվել Հակոբյանն այս իրավիճակն անկանխատեսելի չի համարում։ Միշտ էլ կանխատեսել է, որ պատերազմ պիտի լիներ, մի բան պիտի լիներ։ Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել, նույնպես 18 տարեկան երեխեք էին պատրաստ։ Իրաք էլ գիտեին, որ մի բան անելու է։ Երբ սահմանին թշնամին է, երբ հայրենիք ու հարազատներդ վտանգի մեջ են, հանգստություն ու խաղաղության տեսլականներ պահպանելը դժվար է։ Զինված ուժերում եւ ասենք մարտական իրավիճակներում երբեք ոչինչ չես կարող կանխատեսել։ Եթե քո դիմաց կանգնած է հակառակորդը, միշտ պետք է կանխատեսել վատը։ Միշտ պետք է պատրաստ լինել նրա յուրաքանչյուր մտահղացումների հակառակ պլաններ եւ լինել ամեն վարքյան պատրաստ, որովհետեւ հակառակորդը դա հենց բառը ինքնին ասում է։ Սահմանի զոհված ոչ մի զինվորի մահ չի ներվել եւ այսօր էլ չի ներվելու։ Ոչ մի գեր ու ոչ մի անհետ կորած հայորդի կորուստ անպատասխան չի մնալու։ Հեղինե Վարդանյան, Մհեր Էլիասյան, Սյունիք օնլայնի համար։